Հարգելի գործընկերներ, մինչ զեկուցվող հարցերին անդրադառնալը ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ շատ կարևոր մի որոշում է կայացրել FIFA-ն եւ 2029 թվականին աշխարհի միջև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում եւ Վրաստանում։ Ես ուզում եմ թե Վրաստանին, թե մեզ շնորհավորել այս հաջողության առիթով, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին եւ անձամբ վարչապետ Կոբախիձեին այս հարցում արդյունավետ եւ սերտ գործակցության համար։ Կարծում եմ ակնհայտ է, որ սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ ֆուտբոլային եւ բոլոր առումներով եւ հիմա արդեն անցանք գործի։ Ինչպես պայմանավորվել ենք, մենք կարծում եմ պետք է նախ աշխատանքային խումբ կազմ կոմիտե ձևավորենք այս տրամաբանության մեջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ նաեւ իհարկե երկու երկրների, ես չգիտեմ, պետքա քննարկել վրաց գործընկերների հետ համատեղ կազմ կոմիտեի անհրաժեշտ եւ FIFA-ի մեր գործընկերների հետ պետք քննարկել համատեղ կազմ կոմիտեի անհրաժեշտություն կա թե ոչ, բայց այնուամենայնիվ որ որոշակի կոորդինացիա պետք է աշխատանքների, այդ ակնհայտ է։ Իհարկե նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ֆեդերացիաներին, որոնք այս ընթացքում շատ սերտ աշխատել են եւ ջանքեր են գործադրել, որպես այս իրադարձությունը տեղի ունենա։ Ես հիշում եմ, երբ որ տարիներ առաջ ֆեդերացիաները մոտեցան մեզ, ինձ եւ Վրաստանի վարչապետին եւ այդ գաղափարը առաջ քաշեցին, բնականաբար դա մեզ շատ ուրախացրեց, բայց մյուս կողմից դժվարանում էին գնահատել, թե ինչքանով է դա իրատեսական, հիմա փաստը մնում է փաստ։ Տիկին Անդրեասյան, մենք գիտենք Հայաստանում քանի խաղ է տեղի ունենալու եւ որքան Իջևանում, որքան Վանաձորում եւ որքան Երևանում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այո, նախ թույլ տվեք ասել, որ սա իսկապես շատ մեծ իրադարձություն է, որովհետև ըստ էության մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո երկրորդ իր նշանակությամբ երկրորդ կարևորագույն միջոցառումն է, ոչ ֆորմալ աշխարհի երիտասարդական առաջնություն է նաև անվանվում եւ ակնկալվում է, որ այդ օրերին մենք կունենանք ավելի քան 100,000 երկրպագու, որոնք կայցելեն թիմերին խաղերը դիտելու։ Իհարկե այս պահին դեռևս ծրագիրը նախնական է եւ հնարավոր է որոշ փոփոխությունների ենթարկվի, բայց մենք պլանավորում ենք, որ Երևանում կունենանք մինչև 20 խաղ եւ Վանաձորում եւ Իջևանում մինչև 10 խաղ եւ ըստ էության Կներեք, այսինքն 40 խաղ Հայաստանում է տեղի ունենալու։ 30, պարոն վարչապետ։ Վանաձորում եւ Իջևանում միասին մինչև 10 խաղ եւ Երևանում մինչև 20 խաղ։ Ամեն դեպքում 30-ն է շատ մեծ թիվ, այստեն չի։ Դե մենք այո։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։